Մեկ վարքյան խնդրում եմ լրագրողական, մեկ վարքյան։ Հստակ ֆիքսելու համար գիտեք էլի, որ մեր քաղաքացիական պայմանագիրը սիրում են էլի, անընդհատ խաբեն, ասեն մենք չգիտեինք տեղակ չկնեց, որ ձեր առջև շատ հստակ ցույց եմ տալիս։ Կոորդինատներով, նկարներով, դիմումով, կոորդինատներով, հստակ։ Գախնի ինչ-որ բան Չէ, գախնի ոչ մի բան չկա, ասած, ընդհանրապես բաց աղբյուրներից կատարած մանրակրկիտ պրոֆեսիոնալ հետազոտություն է։ Դա գախնի բան չունենք։ Կոորդինատներով հստակ նկարներով, դիմումով, ամբողջ նկարներով, փաթեթը, մենք երբ ուսումնասիրությունը ավարտվել է, հստակ արդեն փաստերը մեր ձեռքում եղել է, հանրությանը իրազեկում ենք, հենց հիմայի հարց չկա, եթե մի շաբաթ առաջ մենք ամբողջ փաստերը, անհերքելի փաստերը մեր ձեռքում ունենենք, մի շաբաթ առաջ նախընտրական դիվիդենտներ բացարձակապես նախընտրական ի տարբերություն Նիկոլի եւ իր քաղաքական թիմի, մենք մեր երկրի անվտանգությունը որպես քաղաքական դիվիդենդ ու շահարկման առարկա երբեք չենք դարձրել ու երբեք չենք դարձնելու։ Այնպես որ սա փաստ։ Սիրելի հայրենակիցներ, սիրելի ժողովուրդ, բոլոր լուսանկարները, դիմումը, ֆոտոները, այս ամենը հեսա ծրարի մեջ ես դնում եմ, ուղարկում եմ, տանում եմ։ Դիմում պահանջում ենք, որ նրանք շատ հստակ պատասխանեն, ինչու են հարությունից գախնի պահել։ Եթե նրանք ունեն փաստեր, որոնք բնականաբար չունեն, եթե ունեն թող հերքեն, եթե ոչ թե պատասխանեն, ինչու են հարությունից, ինչու են հարությանը խաբել հերթական անգամ։ Պարոնյան, մի հարց էր էլի, այստեղ նշում եք, որ այս դեպքից տեսանելիությունը հա բացում դեպի արոտավայրեր, թուր եւ այո։ Բայց սա պետք է նշել, որ առաջի դեպքը չէ, որ տեսանելիությունը բացվում միանշանակ Նիկոլ Փաշինյանի գործունեության արդյունքում Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից մոտավորապես 240 կիլոմետր տարածք եւ մշտադիտարկման եւ ուղիղ հասանելիության տակ են շատ ու շատ բնակավայրեր, թե Տավուշի մարզում, թե Գեղարքունիքի մարզում, թե Սյունիքում, թե Ջերմուկի հարևանությամբ, դուք բոլորս մենք շատ լավ գիտենք ինչ են հասցրել այս մարդիկ։ Դրա համար հիմա ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը եւ իր քաղաքական թիմը, մենք փաստերը հեսա կներկայացնենք, իսկ թող իրանք էլ կպնեն իրանց գործին ու փորձեն հետքել։ Հնարավոր է ասեն այնակ չափազանցած է դիտի։ Հնարաբացա ոչ, ինչի մասին է, դիրքի նշանակություն, չնշանակության մասին հարց չի։ Հարցը նա է, որ գոյություն ունի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Ադրբեջանը Հայաստանի տարածքում դիրք է սարքում մարդական դիրքեր։ Այ ընդ որում, հա, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, որ ասեցիք։ Այո։ Երևում էր, թե որ օրվանից են այդտեղ շարժ նկատել, որորն է դիրք հայտնվել, չնայած այդ նույն անդրադարձում իմ գործընկերները նշում են, որ որոշ մտահոգություններ չափազանցված են, բայց այնուամենայնիվ դատելով տեսանյութից հաստատվեց այն փաստը, որ թե ով է ստում ըստ էության։ Նախ շատ շնորհակալություն հարցի համար, որ հիշեցրեցիք ֆակտորը, որպես լրագրողները հստակ ստուգեցին փաստերը, փաստեցին, որ մեր ասածը ամբողջովին ճշմարտություն է, իսկ ինչ վերաբերվում է չափազանցվածի մասին, ասեմ, քանի որ լրագրողները ամենայն հարգանքով լրագրողների հանդեպ անվտանգության մասնագետներ չեն, նրանք չեն կարող հստակ գնահատականներ տալ, որ առաջխաղացումն է վտանգավոր, որը վտանգավոր չի։ Եվ վերջապես ցանկացած առաջխաղացում, ցանկացած Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի օկուպացիա, դա ոչ թե վտանգավոր է, դա անթույլատրել է եւ էգզիստենցիալ վտանգ է Հայաստանի համար։ Շնորհակալություն, սիրելի լրագրողներ, ես հիմա կհանձնեմ, ասեք։ Մի հարց էլ, հիմա քանի որ եղանակային պայմանները թույլ չեն տալիս, մենք չենք կարողանում գնալ եւ անզեն աչքով տեսնել։ Օրինակ, դուք առաջարկում եք Պաշտպանության նախարարությանը, որպիսի իրենք եթե ունեն օրինակ հակափաստարկներ, ինչպիսիք որ դուք փաստերով հա ներկայացնում եք, եթե դրանց հակափաստարկները փաստերով ունեն, թող իջնեն այստեղ, համ ձեզ ներկայացնեն, համ մենք տեսնենք, հանրությանն էլ կտեղեկացնենք, ասենք այս մարդիկ իրանց գործերին են կպած, այս ինչ եք էլի ասում։ Հաշվի առնելով, որ մենք բոլորս էլ տեսել ենք այս տարիների ընթացքում այս մարդկանց անպատասխանատվության աշճանը, ոչ պրոֆեսիոնալիզմի աշճանը, ես տենց պատրանքներ չունեմ, որ իրանք կարող են սա հերքել, բայց խնդիր չկա, եթե կարող են թող հերքեն, մենք գիտենք, որ մենք ճիշտ ենք, մենք գիտենք, որ մեր փաստերը շատ հստակ են, երկաթյա փաստեր են,
Եթե կարան, խնդրեմ, բայց կարծիքով չեն կարա։ Իմ կարծիքով չէ, վստահ եմ, որ չեն կարա, եւ դուք կհամոզվեք, որ չեն կարա։ Այլ բացահայտումներ լինելու։ Իհարկե լինելու են, մենք Նիկոլ Փաշինյանի բոլոր կեղծիքները հատ առ հատ պայթեցնելու ենք։ Նիկոլ Փաշինյանի չեղած ռեյտինգը էլ ավելի ենք հավասարացնելու հողին, պատրելու ենք նրանց դիմակները եւ վերջապես մեծ հույս ունենալով, որ մեր հասարակությունը կարա Նիկոլ Փաշինյանին ճանապարհի այնտեղ, որտեղից նա եկել էր։ Շնորհակալություն։ Խնդրի հասցեատերը Պապիկյանն է, թե Խնդրի հասցեատերը Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունն է։ Խնդրի հասցեատերը եւ խափողները, ստողները, հայ ժողովրդից այս ամեն ինչը, ներխուժումները, թաքուն պահողները ոչ թե պաշտպանության նախարարության սպաներն են եւ զինվորները, այլ Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Այն մարդիկ, ովքեր պատասխանատու են Հայաստանի անվտանգության եւ տարածքային ամբողջականության համար։ Շնորհակալ եմ։